Ռուսական կողմը չի հավատում Զելենսկին, ասում է ես ուզում եմ որ Զելենսկին փոխվի նոր ուրիշ մարդ գա, այստեղ բրիտանացիները շատ հետաքրքիր մի հատ նոր քայլ արեցին, իրանք նախապատրաստել են իրանց տեխնացուին, Զալուժնին, նախկին պաշտպանության նախարարներ, հա, եւ իրանք սպասում են որ հենց որ Զելենսկին խաղից դուրս անեն, իրանք Զալուժնիի մտցնեն։ Հիմա Տրամպը Պուտինին ասում է, գիտեք, որ եթե մենք հիմա Զելենսկին հանենք, քանի որ այնտեղ պետք է ընտրություններ գնան, ընտրությունների ամենամեծ վարկանիշ ունի Զալուժնին եւ բրիտանացիները իրանց մարդուն կմտցնեն եւ խաղաղություն չի հաստատվի։ Լավ կլինի որ Զելենսկին մենք սարքենք աղբատ, իրան ստիպենք որ ինքը համաձայնվի ստորագրել, ինչպես որ եղավ Փաշինյանի հետ 2020 թվականին։ Չէ, դա լուրջ չի, որովհետեւ դրան Պուտինը հայտարարեց, ասեց հանցագործ իշխանություն է, սա է, այսինքն հասկանալի է, հիմա ոնց կլուծվի այդ հարցը ես չգիտեմ, բայց ես ասում եմ 3 կողմ կա։ Բրիտանացիները ասում են, եթե Զելենսկին փոխում եք կբերենք Զալուժնին, Տրամպը խորհուրդ է տալի Պուտինին Զելենսկիի միջոցով այդ պայմանագիրը կնքել, որտեղ Զելենսկին փչացած Զելենսկին ավելի հեշտ կլինի ստիպել ինքը պայմանագիր ստորագրի, քան որ եթե մենք Զելենսկին փոխարինենք Զալուժնի, ու Զալուժնին գա կարող է ապատայի պոզեր տնկի։ Պուտինը ձեր ասածն է ասում, ասում են քանի որ ինքը հանցագործ է, ես դրա հետ դժվար թե կարող եմ շատ կոպիտ խիստ խոսեց, նստած է։ Հիմա ես ասում եմ ոսկե զուգարանակոնքի վրա թալանում են հանցագործներն, որ սցենարով կգնա, ով կլինի, ասենք այդ կնքողը դժվար է ասել, բայց ամենակարևորը թե ինչ պայմանագիր է կնքվելու։ Այն 28 կետանոցը որ կար, ես ասացի որ փաստացի մեծ ցնցումներ առաջացրեց եվրոպական քաղաքներում, մայրաքաղաքներում